Մենք ճիշտ մեկ շաբաթ և մեկ օր առաջ տոնեցինք Զատիկը։ Աստված 6 օրերում է ստեղծել աշխարհը, 7-րդ օրը հանգստացել է, և շաբաթ նշանակում է հանգիստ։ Իսկ 8-րդ օրվա մասին Սուրբ Գիրքը ոչինչ չի ասում, որովհետև 8-րդ օրը անհայտ է մարդկանց համար։ Անհայտը կհայտնվի ու բացահայտվի հավիտենական երկնքի արքայության մեջ։ 8-ը եթե շրջենք, նշանակում է հավիտենականություն։ Այդպես էլ 8-րդ օրը հավիտենականությունն է, և այսօր Զատկից հետո 8-րդ օրն է, կրկնազատիկն է։ Կրկնազատիկ, այսինքն մեռելների հարության 8-րդ օրվա ժամանակի վախճանի և հավիտենական սկզբի հիշատակի օրն է այսօր։ Կրկնազատիկը նորոգության խորհուրդն է, 8-րդ օրվա խորհուրդն է, հավիտենական երկնքի արքայության խորհուրդն է։ Ուստի մենք առաջին զատիկով Քրիստոսի հարությամբ նորոգվեցինք, իսկ այս կրկնազատիկով կամ նոր կիրակիով, որ ամեն ինչ նորոգվում է և նորոգության համակարգի մեջ է դրվում։ Նորոգվում է այլևս չծերանալու համար, չմեռնելու համար, այլ հավիտենական նորոգված մնալու համար։ Մտնում ենք հավիտենականության խորհուրդների մեջ, խորհրդածում ենք երկնքի արքայության մեջ, թեպետ մենք մարմնավոր ենք, երկրավոր ենք, ժամանակավոր ենք, բայց կարող ենք հոգով սրտով տեղափոխվել հավիտենականություն։ Ուրեմն այս է նոր կիրակի կամ կրկնազատկի խորհուրդը երկնքի արքայության հավիտենական կյանքի և 8-րդ օրվա Քրիստոս հարյավ իմերելոց ձեր և մեզ մեծ ավետիք։